Հարգարժան դեսպան Մարագոս, այժմ սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ դեկտեմբերի 2-ին, երբ մենք երկուսս Բրյուսելում էինք եւ ընդունվեց ռազմավարական օրակարգը, մենք իհարկե հնարավորություն ունեցանք ամսի 5-ին մեր երկկողմ պլատֆորմի շրջանակում խոսելու օրակարգի մասին, բայց կարծում եմ այս լայն լսարանի մոտ այդ մասին խոսելու համար ձեր առաջին հնարավորությունն է, խնդրեմ։ Շատ շնորհակալություն, սիրելի Լուսինե, բարի լույս բոլորին, շնորհավոր նոր տարի, պարոն վարչապետ, հարգելի դեսպաններ, հարգելի գործադիր, օրենսդիր, իշխանությունների, ներկայացուցիչներ, մատենադարանի, հարգելի տնօրեն, մեծ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ տեսան գտնվել եւ խոսել դրա մասին, խոսել մեր ձեռքբերումների մասին, բայց ինչպես վարչապետը նշեց, պետք է խոսենք նաեւ մեր արժեվ կատարելիքների մասին եւ ուզում եմ նաեւ ողջունել ձեր առաջնորդությունը անցած տարվա ընթացքում կատարված ողջ աշխատանքի համար։ Դուք Բրյուսելում եղել եք մի քանի անգամ, ուզում եմ ձեզ հատկապես շնորհակալություն հայտնել, որ համաշխարհային դարպասներ երկրորդ ֆորումի ներկա էիք, որի երկրորդ անգամ կազմակերպվեց այս տարի, բազմաթիվ առաջնորդներ կային ամբողջ աշխարհից, բայց մի քանիսն էին, որ իսկապես ներկայությունը արժե ընդգծել, բայց մեր առջև դեռ շատ ավելիքներ կան, եւ մենք եվրոպական քաղաքական գագաթաժողովն ենք անցկացնելու այստեղ եւ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին իր համաձայնությունը տալու համար այս եվրոպական քաղաքական համագործակցության, բայց նաեւ եվրոպական անվտանգության համաժողովին համաձայնելու համար եւ սա մի բան է, որի ուղղությամբ աշխատում ենք միասին եւ այս համատեքստում գործընկերները մասնակցելու են երկկողմ քննարկումներ ունենալու ձեզ հետ երկրի ղեկավարության հետ ձեր թիմի հետ։ Ինչի ենք մենք հասել անցյալ տարի էական ձեռքբերումների եւ մենք ընդունել ենք նոր ռազմավարական օրակարգը, որը վարչապետը նույնպես նշեց, սա հսկայական աշխատանք էր բանակցել այս օրակարգը, բայց կարևորն այն է, որ այս օրակարգը արդեն իսկ իրականացվում է։ Մենք արդեն մի քանի տարրեր ունենք, որոնք արդեն առկա են։ Եվ դուք նշեցիք վիզայի ազատականացման երկխոսությունը, սա իսկապես շատ կարևոր գործընթաց է, որը շատ կոնկրետ արդյունքներ է բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Մենք արդեն ներկայացրել ենք նոյեմբերին վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը, բայց դեկտեմբերին մենք արդեն կազմակերպել էինք առաջին գնահատման առաքելությունը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ 2026 թվականին ներկայացնել առաջընթացի զեկույցը, գործառայությունը, խորհրդարանը, բոլորը աշխատում են այդ գործողությունների ծրագիրը իրականություն դարձնելու ուղղությամբ եւ սա կարեւոր է։ Ցանկանայի հատկապես ընդգծել, որ այն բոլոր քննարկումները, որ ունեցել ենք եւ բոլոր բանախոսությունները, ներկայացումները, որ ունեցել ենք, հագեցրել են մեզ այն իմացության եւ նաեւ այն տեղեկության, որ ստացել ենք կառավարությունից, որ սա ողջունվում է որպես բարեփոխումների ծրագիր, բաներ, որոնք արդեն նախատեսված են ապագայի համար, որպես գործողություններ, որոնք իրագործելի են, գործողությունների ծրագիր, բարեփոխումների համար, որոնք արդեն իսկ նախատեսված են առաջին հերթին օգուտ տալու քաղաքացիների, որովհետեւ այս բարեփոխումների արդյունքում հենց քաղաքացիներն են շահելու եւ նաեւ մեր երկկողմ շարժունության հնարավորություններն են բացվելու, երբ արդեն որոշումը կայացվի դեպի Եվրամիություն առանց վիզայի ճամփորդության մասին։ Բայց սա միակ տեղը չէ, որտեղ մենք ընդհանրում ենք քաղաքացիների վրա մեր բոլոր ծրագրերը, եւ այստեղ ես կցանկանայի հատկապես շեշտել երկու ոլորտ՝ աջակցությունը մասնավոր հատվածին, բայց նաեւ մեր աջակցությունը տարածաշրջանային մարզային զարգացմանը, հատկապես Սյունիքում։ Երբ խոսքը գնում է մասնավոր հատվածի մասին եւ դրա աջակցության մասին, պետք է ասել, որ հավանաբար մեր կատարած աշխատանքը այդքան էլ նկատված չէ, մենք ավելի քան 250 միլիոն, ես հաշվել եմ, ենք ծախսել նոր ծրագրերում սատարելու մասնավոր հատվածին։ Ես կցանկանայի հատկապես նշել մեկ ծրագիր,
որը մենք ստորագրել ենք, երբ հանձնակատարքոսներ այստեղ, երբ եվրոպական վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 4 միլիոնի փաթեթ էր ստանձնել 4 ծրագրերի համար Ղարաբաղից փախստականների աջակցության բիզնես գործարար մարդկանց համար էր Ղարաբաղից եւ կարեւորը այն է, որ այս ֆինանսական միջոցներից առնվազն 35 ծրագիրը ցանկացած նախագծում դրամաշնորհ այսինքն եթե դուք 1 միլիոնի ծրագիր եք ստացել 350,000-ը կլինի դրամաշնորհ եւ սա արդեն իսկ շատ կոնկրետ օրինակ է, որը ցույց է տալիս մեր աջակցությունը եւ մենք պատրաստ ենք ընդլայնել այս ծրագիրը։ Մյուս ծրագրերը, որոնք ավելի շատ եւ ընդհանրապես ուղղված են մասնավոր հատվածին, մենք 17,000 ՀՄԶ-ների հետ են կապ հաստատել Հայաստանում եւ ավելի քան 27,000 աշխատատեղեր են ստեղծել։ Սա իհարկե չի լուծում Հայաստանի բոլոր խնդիրները, որովհետեւ Հայաստանի խնդիրները, ինչպես վարչապետը արդեն շատ հստակ նշեց, լուծվում են կառավարության կողմից։ Մենք այստեղ ենք սատարելու կառավարությանը, մենք սատարում ենք կառավարության ջանքերին դիվերսիֆիկացնելու աճի եւ դիմակայունության ծրագրի միջոցով միջայլոց նշածս դիմակայունության եւ աճի ծրագրի մասն է եւ իհարկե մենք կենտրոնանում ենք նաեւ հաղորդողների վրա։ Այսինքն Քաջարյան միակցվածության ծրագիրն է շատ կարեւոր ծրագիր եւ այսպիսի յետակառուցվածքային ծրագրերը շատ ժամանակ եղան, ավելի շատ ժամանակ, քան կառավարության կամ միջազգային կազմակերպության վրա ցանկալի կլիներ, բայց մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, բացի դրանից մենք մեր գործողությունը ընթացքի մեջ է նաեւ էլեկտրահաղորդման միակցվածության ծրագրի շրջանակներում Վրաստանի հետ։ Սա արդեն Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի մեր գործողությունների կոնտեքստում է, արդեն Սյունիքի մեր նախաձեռնության շրջանակներում մի քանի արևային էներգիայի գայլների յետակառուցվածքների սատարել ենք, բայց դեռ մասնավոր հատվածի ներդրումներն ենք սատարել Սևանի Մաստրիկ համայնքում, որտեղ մենք կունենանք արդեն լիարժեք էլեկտրահաղորդման ցանցերի միակցվածություն հարևան երկրների հետ, սա շատ ավելի լուրջ էլեկտրաէներգիայի արտահանման պոտենցիալին կխթանի եւ մեր ընդհանուր աջակցությանը միջուկային անվտանգությանը եւ նաեւ այս հիշատակված նոր համաձայնագրի շրջանակներում կտեսնենք ավելի լայն հնարավորություններ ընդհանրապես էներգետիկ ոլորտում։ Ես նշեցի Սյունիքը մեզ համար եւ վստահ եմ, որ կառավարության համար նույնպես ներառվածքային առաջնահերթություններից մեկն է։ Մենք ավելի քան 200 միլիոն եվրո ենք ուղղել Սյունիքին եւ գործարկել բազմաթիվ ծրագրերի շրջանակներում։ Թումո կենտրոն ենք բացել, Կապանում 2 կոաֆ կենտրոնների համաձայնագրեր ենք ստորագրել եւ հնարավորություն եմ ունեցել հոկտեմբերին լրագրողների հետ այցելել Մարս եւ տեսել ենք բազմաթիվ փոքր կամ միջին մակարդակի ներդրումներ վերանթապետությունների կողմից, որովհետեւ սա Թիմ Եվրոպա նախաձեռնության մասն է։ Բացի դրանից սոցիալ-կտակ ծառայություն եմ տեսել Գորիսում, որը հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխումն է ապահովում, որտեղ չպետք է մոռանանք մարդու իրավունքների չափումը եւ որևէ մեկը չպետք է անտեսված լինի, կարգախոսը եւ նաեւ ֆրանսիական ծրագիր էր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց ռեաբիլիտացիա էր ապահովում եւ սա հսկայական աջակցություն էր տեղական եւ նաեւ մարզային իշխանությունների հետ համատեղ։ Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, անվտանգության ոլորտը որը երբ ես ժամանեցի այստեղ մի փոքր Քրիստինայից մի փոքր ուշ էր, մի փոքր նոր մեկնարկի փուլում էր մեր համագործակցության համատեքստում, բայց ինչպես վարչապետը արդեն նշեց, մեր դիտորդական առաքելության մեկնարկը տվեցինք եւ այն միտված է տարածաշրջան խաղաղության եւ հարաբերությունների նորմալացման նպատակին եւ կարծում եմ, որ աջակցությունը եւ մեր դիտորդական առաքելության միջոցով պես նաեւ մարդկային անվտանգության ասպեկտի, մանդատի շրջանակներում նրանց ներկայությունը գետնի վրա օգնել է խաղաղության այսօրակարգին, որը մենք հիմա տեսնում ենք եւ տեսնում ենք շատ ավելի կոնկրետ հենց գետնի վրա։ Եվ
Բացի դրանից մենք ունեցանք նաև Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության գործիքին, սա իսկապես լուրջ ձեռքբերում էր եւ մենք ունենք արդեն առաջին միջոցառումը, որը համաձայնացրել ենք եւ վերջնականացրել ենք եւ հիմա ձեռքբերում ենք գնում ենք անում Հայաստանի զինված ուժերի համար։ Սա ոչ մահաբեր աջակցության միջոց է, բայց ինչպես վարչապետը նշեց, անվտանգությունը միայն բանակի մասին չէ եւ բանակն էլ միայն մահաբեր տեխնիկայի մասին չէ, որովհետև կան նաև բաներ, որոնք անհրաժեշտ են կազմակերպության գործառնական ֆունկցիոնալության, թիկունքային ապահովման, բուժծառայության համար եւ մենք նաև անվտանգության ոլորտի բարեփոխումն ենք ուշադրություն դարձնում ազգային անվտանգության խորհրդի եւ այլ համապատասխան մարմինների հետ եւ նաև խորհուրդ է տրվել, որպես աջակցենք Եվրամիությունում արկա մեր փորձառությամբ կիսվելով եւ համաձայնել ենք, որ նաև ապահովենք Հայաստանի մասնակցությունը անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին, որը ուղարկվում է Եվրամիությունը, այսինքն դրա միջոցով Հայաստանը նաև կդառնա անվտանգության ապահովող, ինչպես արդեն նշվեց, մեր խոնարհությամբ պետք է բոլորս խաղենք այս դասը, բայց նաև միևնույն ժամանակ մեր ռեսուրսները պետք է միավորենք եւ իրական գործընկերությունը հենց դրա մասին է։ Դուք նշեցիք Բրյուսելում մեր հանդիպումը քաղաքացիական հասարակությանը ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ դուք անում եք քաղաքացիական հարթակի համատեքստում, սա իսկապես շատ կարևոր տարր է ՍԵՊԱ-ի ներքո մեր երկկողմ համագործակցության համար եւ մեր ռազմավարական նոր օրակարգի իմաստով մենք այս համագործակցությունը բարձրացնում ենք ավելի բարձր մակարդակի եւ մենք աշխատում ենք նաեւ տնտեսական բազմազանեցման ուղղությամբ հայկական ստանդարտները մոտարկելու եվրոպական ստանդարտներին եւ իսկապես պետք է ասեմ, որ սա շատ լուրջ ձեռքբերում էր, անգամ եթե փոքր է հնչում, ձգնաբուծական արտադրանքի արտահանումը դեպի Եվրոպա համաձայնեցել ենք, դեռևս իհարկե աշխատանք կանելու եւ խոսքը գնում է այլ ոլորտների ստանդարտների մասին եւ մենք իսկապես պիտի շարունակենք աշխատանքը կառավարության հետ։ Ժամանակը անցնում է 2026 թվականը արդեն սկսվել է ձեռքբերումներով եւ ես ուզում եմ շնորհավորել նաեւ մեր անունից այն աշխատանքի համար, որ կատարվել է թրիփի ուղու իմաստով եւ մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին եւ մենք քննարկում ենք ինչպես վարչապետը արդեն ասաց կոնկրետ ծրագրերի մասին ակտիվ քննարկումներ կան տարբեր մակարդակներում վերջին մի քանի շաբաթների ընթացքում եւ մենք կշարունակենք ակնկալել առաքելության ժամանումը Ռոնոյի Հանստակտարկոսի այցերը եւ սրանք բոլոր ուղղություններն են, որտեղ մենք ավելի մեծ արդյունքներ ենք ակնկալում նպաստ Հայաստանի քաղաքացիների, բայց նաև ուժեղացնելու Հայաստանի դիմակայունությունը, անվտանգությունը եւ ինքնիշխանությունը շնորհակալություն։